Եթե մինչև վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտագործում նրա սահմանումը, ապա այժմ ուղղակի արտասանում են այդ տերմինը, իր ելույթի սկզբում ընդգծեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ու դա ըստ նրա ժողովրդի համար ու հետևողական պայքարի արդյունքն է։ Մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսափումները կանխելու նպատակով։ Հաջորդ ուշագրավ երևույթը ըստ Տեր-Պետրոսյանի իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապն է ու դրա հետևանքով սկիզբ առած ներքին տարաձայնությունները։ Դրա համար երկու ակնհայտ պատճառ կա, նշեց նա։ Առաջին, տնտեսական վիճակի բարելավման լիակատար անկարողություն ու սոցիալական դժգոհությանը հագնացող վտանգի գիտակցումը եւ երկրորդ, Ղարաբաղի խնդրի աղետալի հանգուցալուծման վերահաս իրողությունը։ Ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է։ Տեղը զիջելով փոխադարձ քննադատություններին ու մեղադրանքներին։ Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու եւ սեփական կաշին փրկելու մասին։ Քոչարյանասերժական վարչախումբը ձախողված է բոլոր առումներով։ Որպես հայկական կողմին արվող գրեթե համարժեք փոխհատուցում շատ է խոսում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակի մասին, որի էությունը ըստ երևույթին պարզապես կայանալու է նրանում, որ Ղարաբաղի չճանաչված իշխանություններն այսուհետ ճանաչված են համարվելու, համոզված է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մինսկի խմբի համանախագահների միջև գոյացած կոնսենսուսի համաձայն այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ 5 շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են մասնավորապես խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Ըստ նախկին նախագահի Սերժ Սարգսյանն ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը։ Եվ շուտով կամա թե ակամա սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձևով պահանջված 5 շրջանները։ Իրադարձությունների ընթացքը բոլորովին այլ կլիներ, եթե Ղարաբաղի ղեկավարությունը մասնակցեր գործընթացին, գտնում է Տեր-Պետրոսյանը։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչու Ղարաբաղը այս հասարակ քայլը չի կատարում։ Որովհետև Բակո Սահակյանը ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանից։ Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն Ռոբերտ Քոչարյանը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանից պահանջել է իրեն վարչապետ նշանակել, իսկ այնուհետև հրաժարական տալ ու այդպիսով հարթել նախագահի աթոռին վերաբազմելու իր ճանապարհը, առաջին նախագահն ասաց. Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաև քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին, նրանց ներշնչելով մոտավորապես հետևյալը. Արա, չեք ջոգում, որ ես անճարակը հեսա վլաստը կորցնելու է։ Կարող է հարց ծագել, թե Քոչարյանի ինչին է պետք նորից նախագահ դառնալ։ Ըստ Տեր-Պետրոսյանի պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչև նախագահական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին։ Այդ վստահությունը նա չունի ու սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի տանիքը, որը ստեղծելու համար նույնիսկ 10 մարդու այրան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռք բերված հսկայական կարողությունը, այլև կկանգնի արդարադատության առջև։ Նրանք շատ լավ գիտեն, որ որքան էլ պետական գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչարյանին ծալած, փաթած ու օրած ունի։ Կներեք, որ ստիպված եմ խոսել մեր ազնվական վերխուժկեքի դասական լատիներենով։ Մի խոսքով, Քոչարյանի դիվիզիոնների պատճառը ոչ թե Ղարաբաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կաթությունից ելք գտնելու մտահոգությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը։ Նա թքած ունի թե Ղարաբաղի, թե Հայաստանի վրա։
Ամբողջ խնդիրն այն է, որ վարչախումբը իր հետ միասին չխորտակի նաև Ղարաբաղն ու Հայաստանը, մի բան, որ եղել ու մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր մտահոգությունն ու գործողությունների առանցքը։ Մեջտեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարձրացնելու, արտաքին ճնշումների ստացկացմանը չնպաստելու գործում։ Իր ելույթն այսպես եզրափակեց առաջին նախագահը։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շահոյան, Գալանյուս, Երևան։